Հովսեփյան Մուշեղ համեցեք։ Հաջորդը Յուրի Ավագյան։ Շնորհակալություն։ Մուշեղ Հովսեփյան, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ հասարակական կազմակերպություն։ Ես ուզում եմ ասել, որ այս օրենքի նախագիծը եւ ցանկացած կարգավորում միատար խմբի մասին չէ եւ դրանցում նաեւ դրանց ազդեցությունը զգալու են նաեւ մարդիկ, ովքեր ունեն հաշմանդամություն, դրանք լինեն ուսանողներ, դասախոսներ կամ կրթության եւ գիտության ոլորտում ներգրաված այլ մասնակիցներ եւ հետեւաբար ողջունելի է նախարարության ձգտումը նախագիծը հնարավորինս համապատասխանեցնելու հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի պահանջներին, բայց իհարկե այդ ձգտումը դեռ չի հասել իր լավագույն լուծումներին, ուստի կենսունակության առումով այս նախագիծը կարող է խնդիրներ ունենալ, քանի որ գործնական այն մեխանիզմները, որոնցով հնարավոր կլինի ապահովել հաշմանդամություն ունեցող սովորողների, ուսանողների խտրականության չենթարկվելու իրավունքը, հարցական է։ Այստեղ միանշանակ կարևորում եմ, որ մատչելիությունը համարվի նախապայման, որովհետև առանց ֆիզիկական միջավայրի, այդ թվում նաև թվային միջավայրի եւ թվային լուծումների մատչելիության հաշմանդամություն ունեցող մարդիկ ուսանողները չեն կարող լիարժեք եւ որակյալ բարձրագույն կրթություն ստանալ։ Այստեղ բուհերի պրոակտիվ մոտեցումն է իհարկե կարևոր, հատկապես ներքին քաղաքականությունների ընդունման, ընթացակարգերի հստակեցման, ինչպես մատչելիության ապահովման, որպեսզի ֆիզիկապես հաշմանդամություն ունեցող ուսանողները կարողանան օգտվել բոլոր հնարավորություններից հավասարապես, այնպես էլ թվային միջավայրում հաշվի առնելով, որ տարբեր բուհեր այսօր եւս օգտագործում են թվային համակարգեր, ինչպես ծանուցումների, էլեկտրոնային հաղորդակցության համակարգերն են, որոնք ցավոք խնդիրներ են առաջացնում, օրինակ տեսողության, լսողության խնդիրներ ունեցող սովորողների համար։ Կառավարությունն ունի առանձին կարգ խելամիտ հարմարեցումների ապահովման մասին, ցավոք բուհերը բարձր իրազեկվածություն չունեն այս կարգի եւ խելամիտ հարմարեցումների ապահովման մասին, ուստի մենք մի շարք խնդիրներ ու խախտումներ ենք արձանագրել նաեւ խելամիտ հարմարեցումների ապահովման մասով։ Միանշանակ կարևորում եմ նաև, որ այն լուծումները, որոնք աշխարհում արդեն օգտագործում են, դա ներառականության ապահովման աջակցման գրասենյակների, բաժինների կամ դրա համար պատասխանատու անձանց նշանակումն է բուհերում, որի միջոցով հնարավոր կլինի նույնականացնել հաշմանդամություն ունեցող սովորողների կարիքները, աջակցել եւ ապահովել խտրականության չենթարկվելու սահմանադրական իրավունքը։ Միաժամանակ ուզում եմ ասել, որ հավելյալ ուշադրություն կա վերանայելու հանրային քննարկման ամփոփաթերթը, որովհետև իհարկե հասկանում եմ, որ դրանցում մեծ թվով առաջարկներ են ստացվել, բայց եզրակացությունները անհամապատասխան են այն առաջարկներին, որոնք մենք ենք ներկայացրել, ուստի առաջարկների մեծ թիվը չի կարող մեղմել այն զգացողությունը, որ այդ առաջարկները լուրջ չեն դիտարկվել։ Նաև այս առումով մեր պատրաստակամությունն եմ հայտնում աշխատելու հանձնաժողովի եւ անհատ պատգամավորների հետ հաշմանդամություն ունեցող սովորողների իրավունքների համար։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։